գիտեք, մի քանի շաբաթ առաջ հով հետ խոսում էի, ասում էի, հովը, ասում է Համլետ, խոսք ունես ստացած Տիրոջից, ասում չէ հով ջան, ասում է դե գնա աղոթի ու ստացի։ Գիտեք, հեռախոս անջատեցի, հենց հովից խոսեցեք, բրցանք անջատում հեռախոսը ու Սուրբ Հոգին է այդպես խոսում։ Ու մի անգամից, ոնց որ հովի օծությունը տենց գործեց, հա, Սուրբ Հոգին է այդպես խոսում ու խոսքը ստանում ու կուզեի այսօր գիտեք ինչի մասին խոսայի, վստահության մասին, ինչքան ենք մենք վստահում մեր Տիրոջը։ Գիտես կարող է մտածես, որ սորական թեմա է, այտենց էլեմենտարնի բան է, դա վստահում ենք Տիրոջը, բայց վստահությունն այդ մեր հավատքի ֆունդամենտներից մեկն է։ Ու գիտեք, բերեք բարձենք Ефесянам 2 главан 8-9. Грация, ибо благодатью вы спасены через веру. И сие не от вас, Божий дар, не от дел, чтобы никто не хвалился. Նայեք, գրածա որ спасены через веру, ու ռուսերեն գրածա благодатью, այսինքն Աստծո շնորհքով ենք մենք փրկվել ու հավատում ենք Հիսուսին։ Մեր փրկությունը ո՞նց է գալիս։ Մենք հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ ինքը խաչ բարձրացավ մեր համար, մեր մեղքերը վերցրեց իր վրան, մահացավ, երրորդ օրը հարություն առավ, ու հավատալով իրան մենք փրկություն ենք ստանում։ Ու գրած այստեղ ռուսերեն Բոժի դար, ինձ դուրս շատ է գալի, այսինքն եթե перевод ես անում, դա ոնց որ նվերել լինի։ Եթե մեկը մտածում է, որ մեզ կարակես կո ծնունդին կամ մի հատ կարևոր թանկ նվեր անի, կարանք ասենք, որ ամենաթանկ նվերը մենք արդեն ստացել ենք, դա Հիսուսից փրկությունն ենք ստացել։ Դրանից ավել թանկ նվեր չի կարող լինել մեր կյանքի մեջ։ Ու գիտեք, որ հավատում ես, դու սկսում ես նաև վստահել Տիրոջը։ Դու սկսում ես հույսը դնել Աստծո վրան, ոչ թե մարդկանց վրան։ Ես շատ ժամանակ ասում եմ, որ Աստված մեր վերջի հույսը չի, մեր միակ հույսն է։ Շատ ժամանակ եմ ասում։ Ինչ եմ դե ձևի ասում, որովհետև ինչ սիտուացիաներ լինում են մեր կյանքի մեջ, մենք կարանք բոլորին օգնություն խնդրենք, եթե ոտներից քարնա կպե, մի խնդրեմ մեջ ենք ընկել։ Դաժե այն մարդուն, որ չենք ուզի խնդրենք, իրանել ենք դաժե ասում, բոլորին կարանք դիմենք, ու երբ որ տենում ենք, որ բոլոր դռները փակվել են, նոր հիշում ենք Աստծո մասին, վայ Աստված ջան։ Ու սկսում ենք աղոթել, բայց այդ լավ առաջից դեպի մենք պիտի անենք։ Ինքը վերջի հույսը չի, ինքը միակ հույսն է, Ես չեմ ասում մարդկանց չվստահենք, ես չեմ ասում մարդկանց չօգնենք, մենք օգնում ենք, բայց հույսներս չենք դնում մարդկանց վրա։ Մի անգամ մեկը մի տենց արտահայտություն արեց, ասաց, լսի, չեմ ուզում իրան օգնեմ, բայց անեմ, որտեվ մի օր ես էլ նեղության մեջ կընկնեմ, ինքն էլ ինձ կօգնի։ Երկու սխալ բան։ Առաջինը արդեն ինքը հռչակեց, որ ինքը նեղության մեջ կընկնի, երկրորդը ասում է, ինքը ինձ էլ կօգնի, բայց կարող չօգնի։ Ինչու՞ ես արդեն հույսս դնում այդ մարդու վրա ու հռչակում, որ ես նեղության մեջ կընկնեմ ու ինքը ինձ կօգնի։ Մեր միակ հույսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, մեր հավատքը, մեր վստահությունը մենակ իրանն է։ Բերեք բացենք մեր եղբայրը կարդում էր այդ տեղը, Притча 3 глава 5-ից 6 стиха. Գրածա. Надейтесь на Господа всем сердцем твоим и не полагайтесь на разум твой, и всех путях твоих познайте Его, и Он направит стези твои. Գիտեք, ինչն է դուրս գալի, ինչը կուզեի շեշտադրեի, ասում է всем сердцем твоим հույսը դի Աստծո վրա, ամբողջ սրտովդ, ու ասում է не полагайся на свой разум, ոնց որ քո խելքի վրա հույսդ մի դի, Աստծո խոսքը ասում է, բայց даже գիտես այն էլեմենտարնի բան, այն ոնց ասած 1+1, գիտենք դա որ 2 է լինելու, даже այդ գործի մեջ մենք էլ պիտի հույսնես դնենք Աստծո վրա ու վստահ լինենք, որ ինքը մեր հետ է։ Գիտես մի անգամ մի վկայություն պատմեմ, շատ հեշտ գործ է անում սերվիսումս, տղերքը ասեցին, պարապ եմ մնացել, տղերքին հարցնում ինչով կարամ ձեզ օգնեմ, ասում են լսի, մի հատ ֆուրգոն էր մոտս կանգնած, ասում է, այս մի տեղից պիտի պրովոդը վերցնես, քաշես, բերես, այս մի կողմից իջացնես, կուզովի մեջով։ Ասի ինչ, 5 րոպեվա գործ է, հիմա թափ անեմ։ Ես այդ վկայությունը դաժե նկարել եմ հովին է ուղարկել։ Գիտեք, այս մի կողմից պրովոդը քաշում եմ, գալիս եմ այս կողմ, ուղղակի տեղը փակ էր ու դոստուպը քիչ էր, մի քիչ դժվար էր։ Բայց բերեցի, հասեցի այս մի կողմը, ձերքս մտցնում եմ այս մի կողմ, որ քաշեմ իջացնեմ, չկա այդ մի պրովոդը, կորել է, ոնց որ անհետացել է, չկա ինքը։ Եթե չչափազանցնեմ, երևի մի ժամ ու կես, արդեն ներվայնացել եմ, արդեն խաղաղությունս կորցրել եմ, արդեն որ փրփրել եմ, արդեն Աստված ջան ինչի համար, ինչի պիտի ինչ
ինչն է, ուզում եմ հասկանամ, էլի, ախ նույն գործը ձախ կողմից արեցի, աջ կողմից ինչի՞ չի ստացվում։ Ու գիտես, դες կանգնած նայում եմ այդ ուգլին, ոնց որ այս ուգլից մի հատ տենց մեծ գոֆրա էր իջնում, տենց մեջն էլ պրովոդներ են։ Սա մեքենայի պրովոդները այդ գոֆրայի մեջով տենց իջնում էին։ Ինքը տես ոնց որ մեկը տես գլուխը ստանի, տես մտցնում, տես մեջից նայում եմ, տենում աշխատողներից մեկը մի հատ տես հաս սամարես, ձգել է ու մցել այդ պրովոդների մեջը։ Բոլոր ավտոյի սաղ պրովոդները ոնց որ փչացել է։ Ու գիտեք ինչ էր լինելու։ Այդ սաղ ավտոյի մեջ պենար լսնելու, սաղ ավտոյի մեջը ֆաներա է դրած, ու մենք մտածում ենք այդ պրովոդը, որ ես պիտի քաշեի, դրանից հետո մենք պիտի մեքենան խոտայինք, ու մենք խոտենք տալ, էդի պաժարեր են գնելու։ Էդի պաժարի բուներ են դեղ։ Ես դες որ նայեցի, կներեք արտահայտությունից են ելած մազես էլ թափա։ Նայում ասում Աստված ջան, ես ինչի՞ դες փրկեցիր։ Գիտեք, նույն գործողությունը հələ ձախ կողմից հələ այդ որ պրովոդը տանում էի, հələ ավելի դժվար է, քան թե աջ կողմից։ Աստված բերեց կանգնացրեց, էլեմենտարնի բան է, սովորական բան է։ Բոլորս էլ կարան պիտի անենք, երևի Մարկիս էլ տամ ինքը կարա անի։ Կանգնացում ասում Աստված ջան, ինչի՞ց փրկեցիր ինձ։ Էդ հիմա պաժարեր են գնելու։ Ես դրան չէի կարա դաժե տակից դուրս գայի։ Դե ջան, ինչի՞ց ես փրկեցիր։ Հարկ մեր Տիրոջը։ Կուզեի խոսայի Աստծու գեներալներից մեկի մասին, Ավրահամի մասին։ Գիտեք, Ավրահամը շատ փորձությունների մեջով անցել, բոլորի մասին չեմ ուզում խոսամ, ուզում եմ մեր ուշադրությունը կանգնացնենք այն էպիզոդի վրան, երբ որ Աստված Ավրամին ասաց, որ քո միակ որդուն զոհաբերի ինձ։ Քո միակ որդուն զոհաբերի ինձ։ Հա, բերեք բարձենք Բытие 22-րդ խոսքը, 22 глава, 2-րդ խոսքից։ Бог сказал: возьми сына твоего, единственного твоего, которого ты любишь, Исаака, и пойти в землю Мария, и там принесешь его во всесожжение на одной из гор, о которой я скажу тебе. Первого стиха. Авраам встал рано утром, оседлал осла своего, взял с собой 2 из отроков своих и Исаака, сына своего, наколол дров для всесожжения и встал, пошел на место, о котором сказал ему Бог. И 4 стиха. И пришел на место, о котором сказал ему Бог, и устроил там Авраам жертвенник, разложил дрова и, связав сына своего Исаака, положил его на жертвенник поверх дров. И простер Авраам руку свою и, взяв нож, чтобы заколоть сына своего. Но ангел Господень воззвал к нему с неба и сказал: Авраам, Авраам. Он сказал: вот я, ангел. Ангел сказал: не поднимай руку твоей на отрока и не делай над ним ничего, ибо теперь я знаю, что ты боишься Бога и не пожалел сына твоего, единственного твоего для меня. И возвел Авраам очи свои, увидел, и вот позади овен, запутавшийся в чаще рогами своими. Авраам пошел, взял овна и принес его во всесожжение вместо Исаака, сына своего. Ինչեմ ուզում ուշադրությունը դարձնենք այդ տեղը, նայեք, երբ որ այդ կարդում էի, ասում եմ Աստված ջան, Ավրահամի վստահության, հավատքի, մակարդակը ու իմ։ Աստված իրան ասում է, որ միակ որդուդ բեզ զոհաբերի իմ համար։ Գիտեք, давайте ճիշտը խոսանք։ Որ հայերը տես մատ խոսքն ասում է թարսը նստենք ճիշտը խոսանք, հա։ Մենք հայերս, մենք պաշտում ենք մեր երեխեքին։ Մենք հայերս դնում ենք մեր երեխեքին մեր գլխների վրան ու փորձում ենք ամեն ինչ անել իրանց համար, մտածելով, որ այդ ձևի լավ է, էդի լավ կլինի։ Ճիշտ է, շատ ժամանակ սխալվում ենք այդ ձևի մտածելակերպով, բայց դա էդի ոնց որ ուրիշ թեմա է, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել մեր երեխեքի համար։ Սիրում ենք մեր երեխեքին։ Ավրամն էլ է սիրում, գրածա, которого ты любишь։ Խոսքի մեջ գրածա, которого ты любишь, ասում է, այդքան սпасել ես այդ երեխուն։ Ու Աստված ասում է զոհաբերի իմ համար։ Ու նայեք ինչ է գրած дальше. И сказал: мною клянусь, говорит Господь. Бытие 22 глава 24 стиха. Мною клянусь, говорит Господь,
что так как ты сделал сие дело и не пожалел сына твоего, единственного твоего, то благословляя, благословлю тебя, умножая, умножу семя твое, как звезды небесные, и как песок на берегу моря, и овладеет семя твое городами врагов твоих. Աստված ասում է, օրհնելով կօրհնեմ քեզ այդ գործողության համար, այսինքն քո վստահության համար, հա, այն ինչ որ դու իմ համար ուզում էիր, անեիր։ Ինքը չարեց, Աստված հա կանգնացրեց, բայց ինքը պատրաստ էր դա անելու։ Աստված ասում է, օրհնելով կօրհնեմ քեզ։ Քո եղբայրներ, բայց մեր հիմա մեր զոհաբերության մակարդակը շատ փոքրացել է, շատ քիչացել է։ Ну, давайте նայեք, մենք քրիստոնյա երկրի մեջ ենք։ Մենք կարանք շատ པարզ, ազատ խոսանք մեր ռելիգիայի մասին։ Մեզ ոչ մեկ ոչ բան չի ասում։ Նույնն էլ Հայաստանում, Ռուսաստանում, դա խնդիր չի մեր համար, հա։ Մեր համար շատ կոմֆորտնի է հիմա քրիստոնյա լինելը։ Ինձ Ռուսաստանի մեջ եմ ասում, ես ուրիշ տեղեր չեմ ասում, հա։ Ու գիտես, հիմա Աստված ասում է, գիտես, որդիս կամ դուստրս, կարաս գաս 2 ժամ ծառայես իմ տան մեջ, բայց ես քեզ կօրհնեմ։ Սրազու ասում է, կօրհնեմ քեզ, որտեղ Աստծո խոսքը ասում է, գերված ծառայողը չծառայողի տարբերությունը։ Այդ օրհնությունը քո վրա լինելու է։ Կարաս գաս մի ժամ իմ տան վրա գործ անես, բայց ելը կօրհնեմ քեզ։ Այդ ասում եմ, չէ, Աստված ջան, գիտես ինչքան գործեր ունեմ։ Մի կարևոր բան ասեմ, քո երեխաները բոլորս էլ մահանալու ենք ու բոլորս էլ թողնելու ենք գործեր, որը որ չենք ավարտելու։ Բոլորս էլ թողնել ենք շատ կարևոր գործեր, որը որ չենք ավարտելու։ Ու ես որ կանգնեմ Տիրոջ առջև, Հիսուսի առջև, ինչ եմ ասելու։ Աստված ջան, Հիսուս ջան, քեզ փոխանակեցի ինչի հետ։ Ինչի հետ քեզ փոխանակեցի։ Էլ արդեն կարևոր չի լինի։ Ու էլ շանս էլ չեմ ունենա որ ապաշխարեմ։ Դե ջան, քեզ ինչի հետ փոխանակեցի։ Մեկ այդ խոսում է ասում արի եկեղեցի։ Խոսում է քարոզում է իրան, ասում եմ, արի եկեղեցի, ասում եմ, շատ կուզեի, բայց գիտես ժամանակ չկա։ Մոմենտակ մտածում ասում, երևի մենք այստեղ բոլորս էս պարապ-սարապ ենք։ Կամ ինքը մտածում է, որ ինքը մի 100 տարի հələ ապրելու է, այսինքն ժամանակը կգա, ինքը կհասցնի, հա, գա եկեղեցի։ Կամ էլ մտածում եմ, որ մենք գործ չունենք։ Գիտես, Ռուսը մատ լավ խոսք ունի, ասում է, как можно планировать что-то на всю жизнь, не будучи хозяином завтрашнего дня։ Մենք սկի վաղվա օրվա խազայինը չենք։ Մենք ոնց կարանք, մեկ մարդիկ այնպես պլաններ են դնում, որ մտածում եմ 300 տարի հəլիկը պիտի ապրի։ Գիտես, ես հիմա զոհաբերության խոսք չեմ խոսա, բայց հիշեցի ուզում եմ ասեմ։ Աստծո խոսքը ասում է, բեր քո տասանորդը իմ տունը ու կտենաս ոնց քեզ կօրհնեմ։ Ես չեմ անում դա։ Ինչի չեմ անում։ Որովհետև չեմ վստահում Աստծուն։ Չեմ վստահում իր խոսքին։ Աստված բայց ասում է, բեր ու ստուգիր ինձ, կտենաս ոնց դու կօրհնվես։ Ես ժամանակին որ ինչ տասանորդ, 10 ռուբլի հազիվ է զոհաբերում։ Ես շատ ժամանակ վկայում եմ այդ մասին։ 10 ռուբլի հազիվ է զոհաբերում, որ մտածում եմ, որ ես 100 ռուբլի եմ զոհաբերել, այդ իմ զոհաբերության վիշի մակարդակներ։ Եկա փող եմ մտածում զոհաբերում եմ Աստծո գործի համար։ Բայց ունեի ֆինանս, չէի անում, որովհետև չէի վստահում Աստծուն։ Բայց գիտես, որ դու Աստծո խոսքով ապրում ես, Աստծո խոսքը կարդում ես, Աստծո հետ ես քայլում, հա, դաժե փորձությունների մեջով ես անցնում, ու շատ լավ է, որ մենք փորձությունների մեջով անցնենք, որովհետև դու տենում ես այդ չերևացող ձեռը, որը որ մեկնել է քեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքը, որ մեկնել է քեզ, ու ինքը, եթե մտածում ես, որ դու այդ դժվարությունների մեջով մենակ ես անցնում, դու այդ ձեռքը տենում ես, որ ինքը քո հետ է անցնում, ու տենում ես իր հրաշքը քո կյանքի մեջ, ու ամեն անգամ փորձություններով անցնելով քո հավատքի, քո վստահության մակարդակը բարձրանում է ամեն անգամ։ Փառք Տիրոջը։ Գիտես, կուզեմ մի ուրիշ գեներալի մասին խոսայի Աստծո։ Մայիսեի մասին։ Ինքը իր վրան վստահ չէր, բայց Աստված իր վրան վստահ էր։ Վստահ էր ու գիտեր ու տենում էր այն պոտենցիալը, որը որ կա Մայիսեի մեջ, ու ինքը ինչ կարա անի իր համար, Աստծո համար, հա։ Ու Աստված խոսում է Մայիսեի հետ, ասում է գնա
Եգիպտոսից իմ ժողովրդին հանի։ Давайте կարդանք։ Исход 3 глава 10-12 խոսքը։ Итак, пойди, я пошлю тебя к фараону, царю египетскому, и выведи из Египта народ мой, сынов Израилевых. Моисей сказал Богу, кто я, чтобы мне идти к фараону, царю египетскому, и вывести из Египта сынов Израилевых? И сказал Бог, я буду с тобой, и вот тебе знамение, что я послал тебя, когда ты выведешь народ мой из Египта, вы совершите служение Богу на этой горе. Աստված ասում է, ես քո հետ եմ, գնա կտենաս։ Կստասի քո մոտ, Աստված հավատում էր, վստահում էր Մայսեին։ Ու նայեք, Մայսեյը թվում է ժողովրդին, ոնց որ դեռ շատ բաներ են ստասում Եգիպտոսում, Աստված ինչ փորձություններ ա բերում, որ թողնեն Իսրայելի ժողովրդին, այդ մասին չեմ ուզում կարդամ, բոլորս էլ գիտենք, բայց նայեք, ժողովրդին Եգիպտոսից հանում է Մայսեյը ու գալիս են հասնում են Կարմիր ծովի դեմը։ Ու նայեք ինչ ա գրած։ Но Моисей сказал народу, да կանգնել են ծովի դեմը, հետևից էլ Եգիպտոսի բանակն ա գալիս, կանգնել են ծովի դեմը, դա մարդիկ երբ պանիկայի մեջ են ընկել, նայեք Աստված ինչ է ասում։ Այսինքն Моисей. Но Моисей сказал народу, не бойтесь, стойте, увидите спасение Господне. Не бойтесь, стойте. Գիտեք շատ ժամանակ մենք պիտի կանգնենք, չվախենանք ու սպասենք Տիրոջ փառքը մեր կյանքի մեջ։ Ինքը մեր հետ է, любой ситуацией. Унаек, грация, и увидите спасение Господне, которое Он соделает вам ныне, ибо египтян, которых видите вы ныне, более не увидите вовеки. Хажор Хоска, Господь будет побороть за вас, и вы будете спокойны. И сказал Господь Моисею, что ты вопиешь ко мне? Скажи сынам Израилем, чтобы они шли, а ты подними жезл твой и простри руку твою на море и раздели его, и пройдут сыны Израилевы среди моря по суше. Նայեք ինչ հրաշք են, դնում է իրենց կյանքի մեջը։ Մեկ-մեկ որ մարդիկ ասում են մի հատ հրաշք տենամ, կհավատամ, դժվար։ Որովհետև նայեք ինչ հրաշք է իրենց կյանքի մեջ լինում, իրենց առջև ծովը բացվում է։ Ունդեղ գրած է, հետո գրած է, որ Աստված փարաոնի սիրտը խստացնում է ու բանակը գալիս է ծովի մեջը ու ծովը փակվում է, բանակը մահանում է այնտեղ։ Գիտեք ծովը բացում է, իրանք անցնում են ծովի մեջով։ Իրանք ընդամենը 40 օրվա ճանապարհ էր։ 40 տարի գնացին։ 40 օր պիտի թային, նայեք, Աստված իրանք համար ամեն ինչ արեց։ Ռաբստվայից հանեց, ծովը բացեց։ Իրանք ուտելիք էր պետք Աստված տալիս է, իրանք ջուր էր պետք Աստված տալիս է։ 40 օրվա ճանապարհ պիտի թային։ Աստված ուզում էր ամեն ինչ անել, որ իրանք համար լավ լիներ, հա։ Բայց ինչ էին անում իրանք, փնփտում էին, բողոքում էին։ Ավելի լավ էր այնտեղ մնայինք, հա։ Ավելի լավ է Եգիպտոսում մնայինք, հիմա հաց կուտեինք, այնտեղ հետո չգիտեմ ինչ կանեինք, ավելի լավ այնտեղ բողոքում էին։ Այդքան հրաշք տենում են իրանք կյանքի մեջ, բողոքում էին։ Ասեմ ավելին, Մայսե, երբ որ սարի վրա Աստծո ներկայության մեջ էր, մի հատ ցուլիկ սարքեցին, սկսեցին պաշտել իրանը։ Ոնց որ այդ ցուլիկներ, հա, ծովը բաց է։ Չէին վստահում Աստծուն։ Այդքան չնայած այդքան իրանց են որ տենց ասեմ, on-line ամեն օր այդ հրաշքները տենում էին, իրանց կյանքի մեջ էլ չէին վստահում Աստծուն։ Գիտես, այսօր է շատ հրաշքներ կան մեր կյանքի մեջ, ամեն օր բոլորս էլ հավատում են, որ լիքը վկայություններ ունենք։ Ոնց է Աստված գործ է մեր կյանքի մեջ, ոնց է Աստված օրհն է մեզ։ Բոլորս այդ վկայությունները ունենք, բայց շատ ժամանակ բողոքում ենք։ Շատ ժամանակ չենք տենում այն ինչ որ Աստված անում է մեր համար։ Գիտես, մեկ-մեկ մարդկանց հետ խոսում եմ, այնքան են բողոքում, բայց ես կողքից տենում եմ Աստված իրանց համար, իրանց կյանքի մեջ ինչ փառք, ինչ ձևի է, ինչի մեջ է իրանց փառքը, բայց այնքան կբողոքեն, այդ նեգատիվը որ կա իրանց մեջ ուզում են լցնել քո մեջը։ Այ մարդ փառք Տիրոջը։ Եթե տենց ասեմ, ինքան մի հատ վիդեո եմ նայում, Պալեստինայում երեխեքը ուտելու բան չունեն, մահանում են սովից։ Ու ես տեղ ասում եմ,
20 րոպե զապրավկայում հերթ եմ կանգնել։ Արի դիչ փորձան մեջով եմ անցնում։ Աստված ողորմա ինձ։ Այնտեղ նայում եմ մի հատ շենք չկա։ Այստեղ փառք Աստծո, երեխաս ամեն օր տիրոջ տան մեջը խաղալիքներով տո փափուկ տեղա քնում, սոված չի։ Հա, կա մի փոքր դժվարություններ, որով մենք անցնում ենք, բայց դա ոնց որ դա մակարդակը չէ, որ ես ամեն օր բողոքեմ դրանից։ Աստված ջանը, Աստված այնքան հրաշքներ անում մեր կյանքի մեջ, բոլորիս կյանքի մեջ վստահ եմ, բայց շատ ժամանակ դա չենք տենում մենք։ Մենք ինչի՞ մենակ վատը տենում։ Երևի այնպես մարդ չկա իմ ակրուժենի մեջ, ով որ չասես, որ բենզինը թանկացավ։ Այն մարդ փառք Տիրոջը, ոչինչ։ Փառք Տիրոջը, ոչինչ։ Դրա մեջով էլ կանցնենք, Աստված կօրհնի, կանցնենք։ Պիտի հավատանք ու վստահենք Տիրոջը։ Գիտեք, մի վկայություն պատմեմ վստահության մասին։ Դա իմ հետ երևի մի կես տարի առաջ։ Մի հատ աշխատող ունեի ու մի հատ մեծ պրոյեկտ էր վերցել, որ պիտի անեի ու գիտեք, ես լավ առաջից ասեցի, որ հույսներս չդնենք մարդու վրա։ Ես հույսս դրել էի այդ մարդու վրա, որովհետև պատկերացում չունեին ոնց պիտի անեին ու իրար հետ ոնց որ խելքի տվեցին, կծեցին, բռնեցին, որ ոնց պիտի անենք։ Ու եկավ, գիտես, այն ամենապատասխանատու ժամանակը ու խնդիրներն են, որ մենք դա օֆիցիալն ենք արել, դոկումենտներով ենք արել ու եթե ես ժամանակին չտայի այդ մեքենան ու եթե սխալ բաներ անեի, դա ոնց որ դատի գործ էր։ Ու եկավ հասավ այն ամենապատասխանատու տեղը, մեկնել այդ աշխատողս Կազախստանի գражданին է։ Մեկնել ասաց Համլետ, ասում այս դեպորտ են անում։ Դոկումենտներս հետ խնդրեմ այլ է։ Իսկ ո՞նց դեպորտ են անում։ Այդ ասում, բայց գործը ո՞նց են կանելու։ Բա դաժե ինքը իր բերանով եկել ասում է Համլետ կարաս աղոթես իմ համար։ Ասի հա, աղոթեմ։ Աղոթեցին, ամեն ինչ ոնց որ դզվեց, փառք Աստծո, վրոդի արդեն դաշա աշխատում են, մեկնել մի օր զանգում են, ասում են 2 օր ունես, պիտի պետությունից եթաս։ Պիտի եթաս ու 3 ամսից հետո դա հոկտեմբերին, օկտոբեր, հա, հոկտեմբերին։ Ասացին 3 ամսից հետո կգաս, այսինքն հունվարից հետո նոր տարին փոխվի, կգաս։ 3 ամիս ասին, 3 ամսով պիտի եթաս։ Գիտեք, ինքը որ արդեն գնաց, մեջս դա չի ասի, որ պանիկա կար մեջս, բայց իրոք վստահում եմ, որովհետև Աստված իմ գործի մեջ շատ ժամանակ իր ձեռքը ցույց է տվել։ Դա մինչև հիմա էլ ամեն օր կարամ ասեմ։ Իր փառքը ցույց է տալի ամեն օր։ Ու այտենց վստահություն կար մեջս, որ էդի գնաց, ես աղոթում եի, ես դաժե մինչև հիմա իմ աղոթքս հիշում եմ, Աստված ջան, ասում եմ, եթե ես այդ մարդուց կախվածություն ունեմ, լավ է որ դու իրան տարեցիր, ուրեմն դու մի ուրիշին կբերես։ Եթե չէ, Աստված ջան, թող ինքը մնա, բայց ես միշտ ինձ էի աղոթում։ Ու գիտես ինքը գնաց։ Գնաց ինձ Կազանից մեկը գրում է։ Մի հատ նյուրուսկի է գրում, ասեց ռուսը, հա, մի հատ նյուրուսկի է գրում, ասում է, լսի Համլետ, ուզում եմ գամ մոտ աշխատեմ, ասի դեն սխալ է գրում տարը բանը, ասում եմ լավ, դավայ զանգենք, զանգում եմ, որ մի բառ չի կարողանում իրար կպցնի, ասի ավելի լավ է դու գրի։ Բա գալիս եմ, ասի արի, բայց դա որ էլաս չելաց էլի հույսս վախշը չկար ասել։ Չի հավատում դաժե որ կգար։ Ու գիտես որ եկավ, տենամ, ու ինքը աշխատողս որ գնացել է 2 օր հետո է ինքը եկե։ Ինքը գալիս է ասում է, տենում եմ, այդ աշխատողից որ գնաց, իրանից մի 10 անգամ ավելի լավ աշխատում, մի 10 անգամ իրանից օպիտնի է, որ դες կանգնած եմ ասում Աստված ջան, լավ է, ու գիտեք, այն վիշենկա в торте ինչ ասում, ասում Համլետ, ասում մի խնդրեմ կա, ասում ի՞նչ խնդրեմ, ասում 3 ամսով եմ ստեղ, ասում 3 ամսով պիտի թամ։ Այսինքն ինքը Աստված յուվելիրնի, այդ մեկին տարավ, այդ մեկին բերեց, այդ գործ արած, իրան ուղարկեց, այդ մեկին բերեց դրեց տեղ։ Փետրվարի 7-ին այդ մեկը գնաց, փետրվարի 8-ին այդ մեկը հետ եկավ։ Յուվելիրնի պրոստա։ Դες կանգնած ասում Աստված ջան, ում ասեմ կասի, հա դա լավ բախտդ բերեց, ա ո՞նց բախտդ բերեց։ Այդ ձևի ո՞նց հիմա չկանգնեմ ասեմ Աստված ջան, ի՞նչ բենզինը թանկացավ։ Ես պիտի դատի գործեր ընդեղ, ի՞նչ բենզինը թանկացավ, Աստված ջան, շնորհակալ եմ, փառքը շատ լինի Տերես։ Դու չթողեցիր ինձ։ Այն ամենադժվար տեղը, տեսա Աստծո ձեռքը։
Դե հիմա որ ես դժվարության մեջ եմ գնամ, ոնց պիտի մտամ ասեմ, վայ Աստված ջան, հիմա ես ոնց անցնեմ, գիտեմ, որ այդ ձեռքը կողքս է։ Այդ ձեռքը օգնելու է ինձ։ Փառք Հիսուսին, փառք ամենակարող Աստծուն։ Գնանք առաջ։ Ուզեմ մի ուրիշ հերոսի մասին խոսայինք։ Դանիելի մասին կուզենք խոսայինք։ Ու գիտես, ինքը շատ էր վստահում Աստծուն։ Ու եթե կարճ պատմեմ, հիմա բոլոր տեղերը չկարտանք, որ царя издает приказ, որ մենակ իրան պիտի աղոթեն։ Ինքը չի կարա իր Աստծուն աղոթի, բայց Դանիելը, նայեք ինչ է գրած։ Даниила 6 глава 10 стихиц. Даниил же, узнав, что подписан такой указ, пошел в дом свой, окна же в горнице его были открыты против Иерусалима, Иерусалим Дема, и он 3 раза в день преклонял колени и молился своему Богу, и славил его, как это делал он и прежде. Այսինքն էտի միշտ էլ արել է։ Ինքը էտի միշտ էլ արել է, даже царь էտի ուկազը տվեց, ինքը ոնց որ էտի իր հավատքին ու վստահությանը ոչ մի բան չարեց։ Ինքը դաշը աղոթում էր Աստծուն։ Ու նայեք ինչ է գրած հետո։ Тогда эти люди предусмотрели и нашли Даниила, молящегося и прославляющего милости перед Богом своим. Потом пришли и сказали царю о царском повелении. Այսինքն գալիս են ցարի մոտ, ասում են լսի, այնտեղ մի մարդու են ճարել, ով որ քեզ չի աղոթում, այլ իր Աստծուն է աղոթում։ Հա? Ցարն էլ ասում է, ոնց ասում է, իմ ուկազս ուկազա։ Ոնց որ այդպես մարդկանց սպանում էին, գցում էին բաների մոտը, լև այրե մոռացա, առուսների մոտը, հա։ Գրեք նայեք ինչ է գրում։ Тогда царь повелел и привели Даниила и бросили в ров львиный. При этом царь сказал Даниилу: Бог твой, которому ты неизменно служишь, он спасет тебя. Ոնց որ ձեր առնել է։ Ասի դա հա դեն ասում, որ մտամ թե դու աղոթում ես, դա թող ինքն էլ քեզ փրկի։ Այսինքն ինքը իրան Աստծո տեղ է դրել, այսինքն ես եմ ոնց որ այդ սիտուացիայի խազայինը։ Այդ սիտուացիայի տերը ես եմ։ Ես եմ որոշում, ով կապրի, ով չի ապրի։ Ստեղ ամեն ինչ ինձ է պատկանում։ Պատկերացնում եք իր հպարտության մակարդակը։ Ես եմ ոնց որ տերերի տերը։ Ինձ պիտի աղոթեք։ Դա Աստված ունես, թող ու Աստվածը քեզ փրկի։ Дальше կարդում ենք։ Поутру, այսինքն առավոտը շուտ. Поутру же царь встал на рассвете и поспешно пошел к рву львиному, и, подойдя к рву, жалобным голосом крикнул Даниила и сказал царь Даниилу: Даниил, раб Бога живого, Бог твой, которому ты неизменно служишь, мог ли спасти тебя от львов? Тогда Даниил сказал царю: Царь, вовеки живи, Бог мой послал ангела своего и загородил пасть львам, и они не повредили мне, потому что я оказался перед ним чист, да и перед тобой, царь, я не сделал преступления. Тогда царь чрезвычайно возрадовался и о нем повелел поднять Даниила из рва, и поднят был Даниил из рва, и никакого повреждения не оказалось на нем, потому что он веровал в Бога своего. Итак, ինքը աղոթում էր Աստծուն, ասում է, Աստծո դեմը ես մաքուր եմ, ու ինքը ինձ պահեց պաշտպանեց, ինքը ուղարկեց իր հրեշտակներին, ու ինքը ինձ պահեց պաշտպանեց։ Ու այդտեղ դաշը գրածա, որ ցայրը ուղարկում է, գցում է առուսների մոտ այն մարդկանց ընտանիքներին, ով որ եկել էին Դանիելի մասին ասում էին, ու առուսները հոշոտում են այդ մարդկանցը։ Գիտեք, ինքը հավատարիմ եղավ Աստծո։ Ինքը վստահեց մինչև վերջը, երբ որ իրան պատրաստում էին սպանեին, ինքը մինչև վերջը հավատարիմ մնաց Տիրոջը, վստահեց Տիրոջը։ Հա։ Քույր եղբայրներ, բոլոր էպիզոդները, որ մասին որ խոսում ենք, այդ բոլոր հերոսների մասին, գիտեք ինչ, իրանք գործով էին ցույց տալի իրանց վստահությունը, գործով, ոչ թե խոսքերով։ Վայ Աստված ջան, վստահում եմ քեզ, բայց на всякий случай ես իմ արածը անեմ։ Վստահում եմ քեզ, բայց ես կողքից իմ ստրախովկան ունենամ։ Չէ։
Երբ որ վստահում եմ իրան, հոգով, սրտով, հույսս միակ ինքն է լինում։ Միակ մեր Տեր Հիսուս Քրիստոսն է լինում։ Ոչ փառք իրանա։